22250 դրամ։ Շեղ, ես ինչ տաշան է։ Ես թարմությունը բուրում է։ Սենց համով մեկ է թարխունի պաղպաղակ էի կերել։ Բարև cheesecake, process-ը չի դրեցից։ Հանա, չրթելիք է համով։ Այ շեֆ ջան, ես խեն հետը տենց վարվե, ինչի գրած չի։ Իսկ դու մի 15 հաղորդում հետո ես սկսելու եմ սնվել առողջ եւ դիետիկ։ Իտալիայի համոհոտը կա, չի ափսոսած, ոչ մի բան։ Էս ի՞նչ է։ Просто վաու։ Կետչուպ, մայոնեզ։ Վաու։ Բան էր ուզում փորձեի, բայց լավ։ Ողջույն, եթերում կրկին թեստի հաղորդումն է եւ ձեզ հետ եմ ես, կրկին Լևոնը Մկրտչյան։ Էլի հիշեցնեմ մասնագիտությամբ շեֆ խոհարար։ Գարնանային տրամադրություն ունեմ այսօր։ Շատ լավն է տրամադրությունս։ Այսօր շատ հետաքրքիր տեղից եմ պատվիրել ուտեստը, բայց միջև ուտեստին անցնելը ոնց կարանք մոռանանք մեր գլխավոր հովանավորի մասին՝ F-Net Telecom-ի։ F-Net Telecom-ը նույնպես բարձր տրամադրությունը ապահովելու համար առաջարկում է 2-1-ում նոր փաթեթը։ Ես տենց եմ անվանում, ով ոնց կուզենա թող հասկանա։ Փաթեթը իրենից ներկայացնում է նորություն։ Հրավիրիր ընկերոջդ, ծանոթիդ, անծանոթիդ կամ ուղակի մարդկանց ում դու ցանկանում ես։ Երկուսդ միասին 1 ամիս կունենաք անվճար օգտվելու հնարավորություն F-Net-ի բոլոր առաջարկներից։ Դե էլի եմ ասում էլի, եթե տարվա կտրվածքով հրավիրես 12 հոգու, ամբողջ տարին կունենաս անվճար օգտվելու հնարավորություն։ Իսկ այդ ամենին միանալու համար շատ բան հարկավոր չէ։ Հիշում եք, չէ՞։ Կամ զանգարում ենք նշված հեռախոսահամարով, կամ ընդհանրապես մուտք են գործում fnet.am կայք։ Այսօրվա պատվերս գրանցել եմ BeFriends-ից, շատ են գովացել, ասել են, որ շատ համով է։ Ինքս էջը ուսումնասիրել եմ, շատ ախորժել է ամեն ինչ։ Դե ինչ մնացածը տեսնենք միասին։ Գնացինք, այսօր մեզ համով գարնանային ուրախ եթեր եմ մաղթում։ A few moments later. Այո, կտրոնս չմոռանամ, տեպլերներս է դուք չեք մոռացել, 41 ավրեն նշած, լավ, բացում ենք, դադադամ, ես ինչ մարքեթինգ եք արել, այս բուրգերս խիա բաց, բայց լավ, ոչ ինչ, ես ինչքան բաներ կա, ես ինչեր կա, տեսեք ինչքան բան ունեմ ուտելու այսօր, ունենք դանակ պատարակախ, ունենք շատ հարմար քանակի ձեռնոցներ, շատ լավ ձևով եք առաքել, վաու, մալադեց, սոուսներ, կեչուպ, խոնավ անձեռոցիկներ, բրենդավորված, շեշտում եմ, ես ինչ եք արել, դա, ժողովուրդ չեմ հավատում, տեսեք, վրաները գրած է ինչերա, հետաքրքիր հաղորդում սպասվում, ես կարող է հաղորդումներից դիտել եք, որոշել եք չէ, որ Լևոնը ճիշտ է ասում, կարող է եւ։ Ոբշեմ, կեսը արածա, կեսը չէ։ Փորձենք հասկանանք ինչա մեր մոտ։ 22250 դրամ։ Շեղ։ Պատվիրել ենք կծու steak burger շեֆից, շեֆ ողջույն։ Պատվիրել ենք BeFriends smashed burger, baby burger, hot dog classic, sandwich Italian style, Իտալիայի համոհոտը կա, BeFriends free, տապակած դիթապտուղ, sauce BeFriends, sauce ranch, Wow, cheesecake եւ barbecue wrap, համեղ է սպասվում։ Ինչից սկսենք։ Տեսեք, ստեղ գրած է, steak, baby։ Այս որ իմանայի սենց հետարքիր է լինելու, ավելի շատ բան կուզեի։ Օ։ Այս ինչ լավ պահում եք ամեն ինչ բրենդավորած։ Հետարքիր է։ Baby burger։ Մեր երեխաները պետքա օրինակի համար, չգիտեմ, պատվիրելուց իմանանք, ինչ քաշ է, հետաքրքիր է, 156 գրամ, օքեյ քաշ է, ես տենց էլ չհասկացա, աշխարհս ձեռնոցները սկսեց ընդունել, թե չէ, ես օրինակ չեմ տենց կարում հարմարվեմ, բայց ինչ ասեմ, աշխատելուց օրինակ չեմ ընդունում, եթե չես օգտագործում հում մթերք, մսամթերք կամ օրինակի համար մի վայրկյան սպասեք, կամ օրինակ ես ինչ տաշան է, մաման ոնց էր անում ես, որ հեշտ էր հագնում, ինչ կա մեջը, կետչուպ, մայոնեզ, լոլիկ, ամեղ պանիր, հազարի տերև ինչ լավ է, պրաստոյ, շատ լավն է, ես ինչ լավ հաց է, ու ես ինչ թարմ է, շատ լավն է,
Կարտոֆիլի ֆրին է։ Ինձ կետչուպը հետաքրքիր է։ Շատ լավն է։ Այս բուրգերը ի սկզբանե գնահատում եմ 10-ից 10։ Շատ լավն էր։ Շատ համով էր։ Ապրեք։ Ֆրին սառել է։ Չգիտեմ։ Բայց համը լավն է, տենց զգացում է, որ նույնիսկ ձեթն է թարմ։ Շատ լավն է։ Ֆրին համով է, բայց սառած է։ Ձեթը նոր է փոխած վստահ է, կամ միշտ տենց թարմ են պահում։ Ֆրին բերեք չգնահատենք։ Էս ինչ է։ Էս ինչ է։ Զարմացնում եք ինձ։ Էս ինչ է զեյթունի մեջ։ Մեկ էս կամ բանն է։ Լեզոնապատումն է մեջը։ Կամ չեմ հասկանում։ Բան է, չրթելիք է համով։ Տեսեք, հասարակ ձիթապտուղ է։ Բայց այնքան համով է, որ կարաս անընդհատ ուտես։ Գարաջրի սիրահարներ, հաշվի կառնեք։ Իրան էլ եմ գնահատում 10-ից 10։ Շատ հետաքրքիր միտք է։ Ի սկզբանե ասում եմ, բրենդավորումը հիանալի է։ Չի ափսոսած ոչ մի բան։ Ինչ ուտենք։ Ես հետաքրքիր է ինչա։ Էս չենք կարա ուտենք։ Էս չիզքեքն է վերջում։ Էս իրանց բանն է, Befriends բուրգերն է։ Smashed բուրգերն է էս։ Բայց շեֆը որն է գրած չի։ Այ շեֆ ջան, էս խեն հետը տենց վարվե, ինչի գրած չի։ Steak, այսա։ Չէ, գրած է, steak-ա գրած։ Շեֆի անունը գրեք է, steak-ը մի գրեք։ Շեֆն է այդ սախ հորինել։ 1000 jalapeno, լոլիկ, հիանալի միս։ Էս ինչ է։ Կարտոֆիլի չիփս։ Սկանը չեմ կարող ուտեմ։ Ինձ թվում է մի 15 հաղորդում հետո ես սկսելու եմ սնվել առողջ եւ դիետիկ։ Համը շատ լավն է, շատ հյութեղ է, բայց ինչ որ թեթև չեմ հասկանում, դառնություն եմ զգում, այս թող մնա էլի, լես մի հատ կնայինք, ինչ որ դառնություն զգացի, բայց վատ դառնություն չի, հա, մթերային դառնություն է, շեֆին չնեղացնենք, ստեյք, վաու, շատ նուրբ համիսը, ինչ սոուս էր, չեմ հիշում, գրած էր, չեմ հիշում, ուզում հասկանամ ինչն է սենց հաչելի համ տալիս, հացի մասին ձեր խոսք չկա, նույնիսկ եթե առանձին հաց վաճառեք ես կառնեմ, իրան այդքան համով է, բալանսավորված է ամեն ինչ, համ, հոտ, փափկություն, որակ, տեսեք fast food-ը, շատ fast food-երից ենք օգտվել եւ արդեն իսկ նկարա հանել, բայց ինքը շատ ապասնի վտանգավոր գործողություն է։ Այսինքն եթե դու դնես անոնը պրոստը fast food ուտած ինչ-որ ուտելիք ու իրան չորակավորես, երբեք քեզից գոհ չեն մնա։ Բայց ինքը ամեն ձևով որակավորած է։ Բայց ես գնալու եմ իրանց մոտ է փորձեմ, բայց իրոք համով է, շատ համով է։ Ապրե շեֆ ջան, Befriends-ի շեֆ ջան, այդքան չեմ ասում, ծանոթ չի, տենց մի բան արեք։ Իրոք լավն է, ես ասել եմ հաղորդումը, երբ որ սկսեց եթեր գնալ, առաջի մեր հաղորդման ժամանակ ես ասել եմ, անկեղծ կարծիքների վրա է հիմնված լինելու։ Սենդվիչ Italian style։ Կարա ինքը լինի։ Վաու։ Շատ ամեղ հետարքիր համրի, բայց իրոք լավն է։ Ինձ ասեմ, չափաբաժիններն էլ է բավականին հագեցնող։ Պեստոյի թարմ համ։ Այս եթե չեմ շփոթում, սալյամի նապոլի է, սալյամի է, չբանանենք էլի, դժվարացնենք բառերը։ Շատ լավն է։ Մի հատ մենակ բան հասկանամ, ռուկոլա կրկին, կրեմ չիզ, հա, անհասկանալի է պանիրա, թե սոուսը, այդքան նման են իրար։ Բայց իրան էլ վատ չի։ Իրան գնահատենք 10-ից 10
Ծառնությունը հաշվի չեմ առնում 10-ից 10 Օպա բա այստեղ խիչ եք գրե Այսով է վրապն է մեկը վրապ է մեկը հոթ-դոգ Ես գնալով համոզվում եմ որ ձեր հացերը դուք եք թխում Շոր հետարքիր ծխեցրած համագարի ուզում եմ մի բան հասկանամ մենակ ու վсё Իսկ նման ներփյաշիկը ածուխային ինչ-որ հիմքով ապարատի վրա է եպած Նայեք օրինակ հոթ-դոգ ուրա հոթ-դոգ 1700 դրամ թթու վարունգ մանանեղ կետչուպ եւ մայոնեզ կարծում եմ ու եթե կետչուպ եւ մայոնեզ որակը շատ լավն է այս ձեր հացերի մասին խոսք չկա Պրոստը վաու շատ բալանսավորված համով հացեր են ու զգացվում է որ ինչ-որ հետաքրքիր ձևով եք թխում եթե նույնիսկ առավոտվա նախապատրաստում է զագադով կա թարմությունը բուրում է զարմացնում եք ինձ be friends why ընկավ լավ նայեք այստեղ չեմ կարա մեղադրեմ չէ կարամ այսքան գրել էի կեսը գրեիք էլի այս է վրապը այս ինչ թեթև վրապը 240 գրամ վատ չի Այդ բացեմ չէ Իս ինչ պանրային համով սոուսա բուրում Ինչ-որ քաղցր համագարին Այսինչ դուր չեկավ Չեմ ուզում ասեմ վատ, լավ Գիտեք վատա, որ վատն ալնում, ասում եմ վատա ու ասıb եմ միշտ էլ Բայց ինձ դուր չեկավ Կարող է զուտ իմ հիմքին հաճելի չի Բայց այն որ դուր չեկավ Չգիտեմ, ինչ-որ անհասկանալի քաղցր համա Մենակ մի բան ասեմ, ամեն ինչ սառն է Ձեր մեղքը չի կարծում եմ, որովհետև դուք հասանելի փաթեթավորում եք արել Բայց ինչ-որ չգիտեմ, այս մեկը հիասթափեցրեց Բայց մնացածը լավն էր Չգիտեմ, ինձ դուր չեկավ Ինչևից է Ապրեք Բուրգերների մասին խոսք չկա Վաու Շեֆի բուրգերը Այն վերջն է Լուրջ բալանսավորված է համը Հոտը, որակը հացի Թարմությունը Այս վերջն էր Սենց համով մեկ է թարխունի պաղպաղակ էի կերել Ու թարխունի օղի էի խմել Ու թարխունով խաշած հավկիթով տնական բրդուջ էի կերել Այդ ենց թարխունի հոտերը զգացվում է Բոլորը պերֆեկտ Այս իմ համար դուր չեկավ ինձ միգուցե հասանելի չի Եվ անցանք Սո մեր չիզքեյքն է Բարև չիզքեյք Վաու Խելամիտ փաթեթավոր Մարդը ուարկել է fast food Կտրելու բան չկա Դրա համար չի տրել Ստեղ կարայիք դանակ տնեիք Բայց Բան էի ուզում փորձեի, բայց լավ Ինձ թվում է հասկացան ինձ ինչ էի փորձում, բայց օքեյ Չեմ ասում ես անգամ Որակն էի ուզում հասկանայի Դե շատ բան ես ասում, հետո ասում են Լևոն ջան, ախր շատ անկեղծ ես ասում Հա, անկեղծ եմ ասում Ես վատ բանով չեմ ասում Ես չեմ ասում մի գնացեք այդ տեղը Ես ընդհանրապես ասում եմ Խնդիրներն է, իմ կարծիքն է Չէ՞ որ բոլորիս կարծիքները տարբեր են Այդքան է տարբեր չեն Բայց բոլորիս կարծիքները միասին որ տենց հավաքում ենք, ստանում ենք ինչ-որ ընդհանուր պատասխան Դա ձեզ պետքա մենակ օգնի Ոչ թե վնաս տա Ինչևից է Տրամադրությունս այսօր դեռ չի փչացել Հիմա որ շատ անկեղծ լինեմ, կասեք հաստատ ինա դու ասում, ծանոթ ենք եսը, չէ իրականում մարդ չունեմ ընդեղ, դաժե կոլեգա չունեմ ծանոթ, կարող ակա ես չգիտեմ ծանոթ եք ներսի աշխատողներ, չէ, թե ոչ, մալադես ես, ուղակի սուպեր է, տենց էլ է լինում, լուրջ եմ ասում, չգիտեմ, դաժե հասցեն չգիտեմ, անկեղծ ասում, որտեղը օնլայն տեսել եմ, Instagram-ի վիճալոց գովազդով եմ գտել իրանց, հետարքրվել եմ, ես իմ բոլոր պատվերները կատարելուց առաջ գրեթե հետարքրվում եմ, որովհետև իրականում դուք եք չէ պատկերացնում, որ հանկարծակի մի հատ այնպես տեղից պատվիր եմ, որտեղից ես կարող եմ թունավորվեմ, իմ երեխաներին ով է մեծացնելու։ Մի զարմացեք, որ ասում եմ հետարքրվում, այո, հետարքրվում եմ, եւ դրական եւ բացասական կարծիքները լսելով պատվիրում եմ։
Ստեղ շատ էին գովացել։ Ով որ գովացել է, զանգելու եմ իրան ասեմ, ապրես, վերջն է, էս ինչ համով սոուս է, էս ինչ լավ cheesecake է։ Ախր շատ լավն է, շատ թարմ է։ Այնտեղ աստի բան էի փորձում ջարդվեց։ Ուղարկել է cheesecake-ի համար պատարակախ գտալ, հա, կարար դանակել լիներ, բայց դե չենք խորանում, всё։ Ուղարկել է համենայն դեպս մի քանի այլ տեղերին փոխարինելով։ Ուղարկել է fast food, թույն փաթեթավորած ձեռնոցները, process-ը չի դրես, ասենք, այս ծախսա, գիտեք, կապ չունի 15 թե 20 դրամ, սա ծախսա, սա ծախսա։ Այս կարար լիներ ինչ որ սպիտակ տուփ, չգիտեմ, փաթեթավորած ուղակի, բայց ինքը բրենդավորված ծախսա։ Բրենդավորված ծախսա, նակլեյկա կա, տոպրակը, այս թղթերը ոնց կարաս չգնահատես, մարդը չի ափսոսացել, գումարա ծախսե։ Մի բան էլ է հետարքին ինձ, էդ էլ եմ շատ ուշադրություն դարձնելու։ Այս շատ խելացի բան է։ Չոր հոտով չի։ Հոտով խոնավ անձեռոցիկ տալ հյուրին անընդունելի է, որովհետև դուք չգիտեք այդ հյուրը լիմոնի կամ կիտրոնի կամ խնձորի կամ տանձի հոտով խոնավ անձեռոցիկ որ տակ ինքը ալերգիա ունի այդ հոտից թե չէ։ Դրա համար չկա, հոտ չկա, այդքան խորանալու եմ։ Ու իմ նպատակը մի բանն է, ինձ թող բոլորը ճիշտ հասկանան։ Ստեղծենք համով լավ տեղեր, որը որակային խնդիր ունի, օգնենք իրար, որ մենք ունենանք այդ համովը։ Ինչի համար թողենք ասենք դե լավ է, չէ, տենց չի լինում։ Ես դրա համար հրավեր ստանալով այս հաղորդումը վարելու համար ընդունեցի, որովհետև ինքը ֆորմատը եւ ուսուցողական է, եւ հետաքրքրող է, եւ խորհուրդ է տալիս ինչ անես անվճար։ Mä ասում եմ, մալադեց։ Հիմա այս մարդը, այս բիզնեսի հիմնադիրը, վստահ եմ ավելի ոգեշնչված կշարունակի իր բիզնեսը, հələ մի ասի սպասի, էս էլ փոխեմ, էս էլ անեմ, այսինքն հետաքրքրություն թողնելու է ինքը, իմ մեջ մնալու է այս սննդի կետից պատվերից հետո հետաքրքրություն։ Անցնելուց եթե ինչ որ աչքս պատահական է տենա, ասում եմ վայ կայնիկն եմ, շատ լավն է։ Մի հատ էլ եմ ասում շնորհակալություն, պահեք, չորակազրկեք հանկարծ, չգիտեմ ինչքան ժամանակ է գործում, հա, գոլեգաներ Befriends-ում աշխատող, որպես ձեր գործընկեր, չասեմ, կոլեգա ասեմ, ձեր աշխատանքը գնահատում ուղակի 10-ից 100, համերը շատ լավն է, շեֆին անձամբ ինչի եմ բարևում, որովհետև fast food ու շեֆ, by շեֆ ու պահել սենց որակ, դա հեշտ բան չի, նենց որ ապրեք։ Մի հատ սեղանս կարգի բերեմ ու Befriends-ին վերջնական գնահատում ենք։ Դե ինչ, իմ սեղանը դասավորված է, cheesecake-ը իմ դիմաց է, որովհետև շատ համեղ է, ես սենց զբաղվում եմ, էլի, հալվայի համել է գալի։ Befriends, ապրես, ընդհանուր Befriends-ին գնահատում եմ 10-ից 9, այն մի միավորը, ասեմ պարզ, էլի, անկեղծա մեկա լինելու, free պահը ասեցի, ձեթը թարմը, բայց ինչ-որ սարը պապկել է վսյոտիկի, ես ունեցել եմ հաղորդում, որտեղ փորձել եմ առաքումով եկած free, որը եղել է խրթխրթան։ Ու վրապը, ինձ դուր չեկավ անկեղծ, կարող եմ մի օր անցնեմ տեղում էլ ուտեմ, բայց մնացածը ֆանտաստիկա էր ուղակի։ Այս cheesecake-ի մասին խոսք չի կարա գնա։ Ողջունում եմ ձեզ, որ այսենց լավ արել եք ամեն ինչ, լավ պահել եք, շարունակեք տենց պահել, չորակազրկեք հանկարծ, չափսոսակ են ամեն ինչ որ անում եք։ Նախատեսել էինք 11 անուն ուտեստ, համեղեր, հետաքրքիր, թարմեր, որակապես թույն, կգամ, կօգտվեմ, առաքում էլի կպատվիրեմ։ Իսկ ձեզ հետ հիշեցնեմ, ես էի Լևոնը Մկրտչյան, մասնագիտությամբ խոհարար, իսկ մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Fnet Telecom-ը։ Չմոռանաք հանկարծ երբեք Fnet-ի մասին, որովհետև Fnet-ը երբեք չի մոռանա ձեր մասին։ Fnet-ը միշտ կապահովի ձեր համար որակով ինտերնետ, անվտանգ դոմոֆոնային համակարգ, բազմաժանր ֆիլմերի համար նախատեսված F-Time հավելվածը, իհարկե տեսախցիկներ, որոնց սերվերները cloud-ային են, հիշում եք, չէ, գողերը որ կան չեն կարող գողան ընտանեն, եւ իհարկե միշտ ժպիտ, որը նույնպես կապահովի
Fnet Telecom-ը։ Իսկ այդ ամենին միանալու համար շատ բան հարկավոր չէ։ Մի մոռացեք, ուղղակի զանգարեք նշված հեռախոսահամարով կամ մուտք գործեք fnet.am կայք։ Կհանդիպենք